Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք լսեցինք լրացուցիչ տեղեկություններ, թե ինչ հետևանքներ են լինելու այս խմբի տարած քաղաքականության արդյունքում։ Ռուսաստանը փակում է իր շուկան մեր արտադրանքի համար, մեր գյուղատնտեսության համար, մեր էքսպորտների 90%-ը գնում է դեպի Ռուսաստան։ Մրգերի, բանջարեղենի, կոնյակի, ջերմուկի 90%-ը մենք արտահանում ենք Ռուսաստան։ Մենք զրկվելու ենք այդ շուկայից։ Դրա մասին արդեն շատ խոսվել է, եթե այդպես եք ուզում, թող այդպես է լինի։ Եթե մենք սա ենք ընտրում, եթե մենք ամսի 7-ին քվեարկում ենք այս խմբի օգտին, այսինքն մենք ընտրում ենք ինքնասպանություն։ Եթե մարդը ուզում է ինքնասպան լինի, շատ դժվար է դա կանգնեցնել։ Մենք զրկվելու ենք Ռուսաստանի շուկայից։ Հիմա քանի որ մենք շատ արագ գնում ենք Եվրոպա, գիտեք որ մենք հենց հիմա գնում ենք Եվրոպա, բոլորս գնում ենք Եվրոպա։ Ուղղակի պարզ չի ոնց ենք գնում, էդ էլ մի կողմ դնենք եւ երբ, էդ էլ մի կողմ դնենք։ Ասենք թե մենք մտանք Եվրոպա, որտեղ ենք մենք վաճառելու մեր լոլիկները, մեր կոնյակը, մեր գինին, մեր հանքային ջուրը, մեր բանջարեղենը եւ մեր միրգը, որտեղ ենք մենք դա վաճառելու։ Մեզ ասում են Եվրոպայում։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ էր եղել Եվրոպայում մի 2 տարի առաջ, երբ Եվրոպան բացեց իր շուկան ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի համար, մթերքի համար, ցորեն հիմնականում, ուկրաինական ցորենը եւ ուրիշ արտադրանք։ Ինչ եղավ Եվրոպայում եւ ինչ հետևանք դա ունեցավ։ Դուք կտեսնեք, թե ինչպես Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Բրյուսելում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ ուրիշ երկրներում բոլոր ֆերմերները դուրս եկան փողոց, բողոքի ցույցի, փակեցին փողոցները, մտնում էին ռեստորաններ, խանութներ, այնտեղ պակրիշկաներ էին գցում գետնի վրա վառում, թրիկ էին ցանում կառավարական շենքերի վրա, ամենախիստ ձևով վերաբերվեցին լեհերը եւ բուլղարացիները, ռումինացիները, որոնց տարածքով գնում էին ուկրաինական էքսպորտները։ Նրանք ասում էին. մենք այլևս չենք ուզում Ուկրաինայից որևէ արտադրանք ստանալ, որովհետեւ սա մրցում է մեր արտադրանքի հետ։ Մենք այսպիսի գներով մրցել չենք կարող, դուք մեզ փաստորեն տակ եք տալիս, մենք տակ ենք տալիս ձեր պատճառով։ Եվ ամբողջ Եվրոպայով այդ բողոքները տարածվում էին։ Հիմա մենք կարծում ենք, որ մենք ուկրաինացիներից լավն ենք։ Մենք որ մտնենք Եվրոպա, կասենք մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, եւ եվրոպացիները կասեն, գիտեք, ճիշտ եք ասում, դուք մեզանից լավն եք, դուք ուկրաինացիներից լավն եք, մենք որ հիմա Եվրոպայի կեսը կանգնեց բոյկոտի ենթարկեցինք Ուկրաինայի ապրանքները, գնացինք բոլոր այս երկրներում բողոքի ակցիաներ ձեռնարկեցինք, դա միայն ուկրաինացիների համար էր, որովհետև դուք իրանցից լավն եք, մենք ձեր նկատմամբ այսպիսի բան չենք անի, մենք ձեզ չենք ենթարկի այսպիսի գործողությունների եւ իհարկե կբացենք մեր շուկան։ Եկեք մեր մոտ ծախեք ձեր գինին, ձեր կոնյակը, ձեր մրգեղենը եւ այլն, իսկ մենք բանկրոտ կտանք, մենք բան կանենք, կփակվենք, մենք փող չենք աշխատի, որ դուք ավելի ցածր գնով մեր մոտ վաճառեք ձեր արտադրանքը։ Դուք կլսեք ֆրանսիացիներից մեկը ասում է. մենք պետք է մեր սեփական արտադրանքը սնունդը ուտենք, օգտագործենք, ոչ թե ինչ որ ուրիշ երկրներից ավելի էժան ձևով բերած ապրանք ծախենք մեր մոտ, որովհետև դա մենք չենք կարող ապրել։ Իրենց ուկրաինական այդ արտադրանքը, մթերքը ավելի էժան է, քան մերը։ Մենք այսպես ապրել չենք կարող։ Եվ նրանք դուրս եկան փողոց։ Դուք կլսեք նաև ինչ են ասում Ուկրաինայի արտադրանքի մասին Լեհաստանում, որ սա քանդում է մեր տնտեսությունը, մենք չենք կարող դա թույլ տալ։ Ամբողջ Եվրոպայով բողոքներ։ Տեսեք, ինքներդ տեսեք։ Երևի մեզ որ ասում են, որ մենք գնալու ենք Եվրոպա, երևի նրանք հաստատ գիտեն, որ եվրոպացիները կընդունեն մեզ, կասեն, որ մենք ուկրաինացիներից լավն ենք, որ մենք այնտեղ կծախենք էժան մեր ապրանքը, իսկ եվրոպացիները բանկրոտ կդառնան մեր պատճառով։ Երևի այդպես է լինելու։ Դե հիմա նայեք այս կադրերին, թե նայեք, թե ինչ արեցին եվրոպացիները այդ խեղճ Ուկրաինայի նկատմամբ։ Մի երկիր, որին խաբեցին, ներքաշեցին պատերազմի մեջ, կեսը փախավ բնակչության, 100,000-ավոր երիտասարդ ուկրաինացիներ մահացան, մեծագույն ողբերգություն, եւ դա ամեն ինչը քիչ էր, հիմա էլ իրանց ցորենը թափում են գետնին։ Նույն ձևով, ինչ որ մենք որով մենք թափում ենք մեր արտադրանքը հիմա այսօր ծաղիկները գցում են գետնին, լոլիկները գցում են գետնին։
Այն նույն ձևով դե տեսեք թե ինչ օրը գցեցին ուկրաինացիներին եւ ինչ բողոքներ տեղի ունեցան Եվրոպայում եւ մտածեք մեր նկատմամբ ինչ է լինելու եթե մենք փորձենք ինչ որ բան վաճառենք Եվրոպայում եւ իհարկե մի ուրիշ հարց ով է մեզ սպասում ով է մեզ հրավիրել բացի այս հեքիաթներից որոնք մենք լսում ենք ամեն օր դե իմանայեք այդ կադրերը եւ դատեք դուք դատեք հա եւ բան նկատի ունեցեք որ այդ բոլոր բողոքները, այդ կազմակերպողները բոլորը Ռուսաստանի ագենտ են։ Այդ բոլոր մարդիկ Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում դրանք բոլորը ռուսի ագենտ են։ Ոչ միայն մարդիկ, այլ նաև կովերը։ Որոշ կադրերում դուք կտեսնեք, որ կովերով են դուրս եկել փողոց, այդ կովերն են բոլորը ռուսի ագենտ են։ Կովերն էլ բոլորը ռուսի ագենտ են, որտեղ դուք գիտեք, երբ որ դուք ինչ որ բան ուզում եք մարդկանց բացատրեք, ուզում եք չթողնեք, որ Հայաստանը կործանվի, ուզում եք չթողնեք, որ հանձնեն բոլորիս, Արցախը հանձնեցին, Մեղրին հանձնեցին, Սյունիքն են հիմա հանձնում։ Եթե դուք չեք ուզում, որ Հայաստանը հանձնվի, դուք միանգամից դառնում եք Ռուսաստանի ագենտ։ Դե հիմա տեսեք, քանի տասնյակ հազարավոր Ռուսաստանի ագենտ պարզվում է կա Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ այդ բոլոր երկրներում։ Նայեք այս կադրերին։ Local, ils veulent manger du vrai, du bon, pas de la merde qui arrive de n'importe où et où il n'y a aucune surveillance parce qu'en fait on ne sait pas concurrencer le niveau de tarif, il n'y a pas de problème, mais c'est la concurrence déloyale. Voilà. Nous vivons en effet une crise agricole en Europe et ce depuis de nombreux mois. Après les mouvements importants aux Pays-Bas, en Allemagne, maintenant en Belgique, Roumanie, Pologne, France, nous voyons partout en Europe des mouvements importants monter de contestation. On a ainsi obtenu que pour les céréales, il y ait un mécanisme de sauvegarde renforcé en cas de perturbation du marché, ce qui permettrait des mesures d'intervention si les céréales venant d'Ukraine qui sont mises sur le marché européen viennent à déstabiliser de manière trop importante nos cours, les prix ou créer une concurrence qui serait déloyale. Będą nam mówić co i kiedy mamy robić na to. Szczególnie, że ten border, Bulgarian farmers have had enough, so they're blocking Ukrainian trucks trying to enter their country. They say Bulgaria has been flooded with duty-free imports of grain and other agricultural products that have come from Ukraine via Romania. And they point to the local market where they say prices there have plunged. Poland, Slovakia, Hungary, Romania and Bulgaria all called on the European Commission to compensate their farmers. Protests were also held in Romania on Friday. Principala nemulțumire este legată de această distorsionare a pieței pe fondul importurilor de produse agroalimentare din Ucraina. Fire and fury from European farmers.
No sign yet of an end to their anger towards their respective governments and the European Union. Across the continent, from Slovakia to Spain, there is deep unhappiness with rising costs, plans to implement green policies, and fears that the market will be flooded with cheap imports from Ukraine after the EU waived quotas and duties on its products after Russia's invasion. We're demonstrating against Europe, against the common agricultural policy, the bureaucracy, and the countries that are placing products inside the country without health controls. We just can't.